Արտիկ համայնքում մեծ հանդիսավորությամբ բացվել են 4 հիմնովին նորոգված մանկապարտեզներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 758 միլիոն 174 հազար դրամ, որից 685 միլիոն 359 հազար դրամը տրամադրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ մնացած մասը համայնքային ներդրումների և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում է տրամադրվել։ Բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Արոշանյանը, Արտիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ինչպես նաև համայնքապետարանի և աշխատակազմի պատասխանատուները։ Իրենց դռներն են բացել Արտիկի թիվ 1, թիվ 3, թիվ 4 և Լեռնակերտի մանկապարտեզները։ Դիրքորոշումը կրթության մասին այլ հարթության վրա է, մենք պատկերացնում ենք, որ բոլոր խնդիրները, որի առաջ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե կանգնել է, այդ խնդիրների լուծումները կրթության մեջ է։ Կառավարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ու այս կոնկրետ 3-րդ ու 4-րդ մանկապարտեզները անձամբ Հանրապետության վարչապետի հազարականով այսօր կյանքի է կոչվելու Արտիկում ունենք նոր հիմնանորոգված մանկապարտեզներ։ Երկհարկանի թիվ 4 մանկապարտեզի հիմնանորոգման և բակի բարեկարգման աշխատանքների համար տրամադրվել է 243 միլիոն 768 հազար դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար, գործող խմբերի քանակը 4-ն է։ Մանկապարտեզը գտնվել է շատ, այսպես ասած, վատ վիճակում, բայց իր շնորհիվ մեր կառավարության վարչապետի և մեր տեղական մարմինների մեր մանկապարտեզը նոր կյանքի կոչվեց։ Հիմա մեր երեխաները հաճախելու են նոր, այսպես շունչ առած մանկապարտեզում։ Կառավարությունը տրամադրել է նաև ավելի քան 10 միլիոն դրամ շենքը անհրաժեշտ գույքով ապահովելու համար։ Արտիկի թիվ 3 մանկապարտեզը ևս կգործի 4 խմբով, հնարավորություն տալով հարկի տակ ընդունել 120 սանի։ Հիմնանորոգման համար կառավարությունը տրամադրել է 223 միլիոն 144 հազար դրամ, իսկ գույքագրման նպատակով 9 միլիոն 531 հազար դրամ։ Որոշում է կայացվել, որոշում կայացնելուց հետո քննարկումները տեղափոխել են խոսակցությունը կառավարություն, անձամբ ես խնդրել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունել է ինձ, ներկայացրել եմ ստեղծված վիճակը, երկու մանկապարտեզը 3-րդն ու 4-րդը, ինչպես ասեցինք, Հանրապետության վարչապետը լսելուց հետո անմիջապես գումարները տրամադրեցին, ծրագիրը կյանքի կոչվեց, շինարարությունները սկսեցինք ու այսօր էլ տեսակ արդյունքը արդեն մանկապարտեզները լրիվ լիարժեք ձևով գույքից սկսած մինչև վերջի պայմանը ստեղծված է երեխեքին նորմալ հաճախելու համար։ Իսկ արդեն Արտիկի թիվ 1 մանկապարտեզը հիմնանորոգվել է պետություն համայնք համագործակցության սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 199 միլիոն 230 հազար դրամ, որից 149 միլիոն 422 հազար դրամը տրամադրվել է պետության կողմից։ Մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար տրամադրվել է 9 միլիոն 84 հազար դրամ։ Լեռնակերտ բնակավայրի երկհարկանի մանկապարտեզի հիմնանորոգումը ևս իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի արժեքը կազմել է 92 միլիոն 32 հազար դրամ, որից 69 միլիոն 24 հազար դրամը հատկացրել է կառավարությունը, իսկ 23 միլիոն դրամը համայնքը։ Գույքի ձեռքբերման համար հատկացվել է 7 միլիոն 243 հազար դրամ։ Արտիկի համայնքի 4 մանկապարտեզներն ենք բացում, հաջորդ շաբաթ ևս 2-ն ենք Հոռոմում ու Փանեգում բացումն անելու, կան մանկապարտեզներ, որոնք ամբողջությամբ տիպային մանկապարտեզներ են զրոյից կառուցված եւ կան այս մանկապարտեզները, որոնք շենքը կար, չնայած նայելով են նկարները, որոնք նախկինում եղել են, կարելի ասել չկարել, այդ մանկապարտեզների բացումն է ու նաեւ ամբողջությամբ գույքի համալրումն է։ Ընդհանուր առմամբ 4 մանկապարտեզները, որ այսօր մենք բացելու ենք, սա գումարային եղել է 758 միլիոնից ավել, որից 682 միլիոնից ավել գումարը կառավարության ուղիղ ներդրումն է։ Ես ամբողջը տեղավորում եմ մեր նախընտրական ծրագրի մեջ 500 մանկապարտեզ, 300 դպրոց եւ մենք հետեւականորեն շարժվում ենք դեպի մեր սահմանած նշածողը եւ վստահ եմ, որ հաղթահարելու ենք եւ 26 թվականին գուցեև էլ ավելի լինեն։ Հիմնանորոգված մանկապարտեզները նպատակ ունեն ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն եւ խնամք համայնքի երեխաների համար։
Շատ երկար էինք սպասում բացմանը, շատ ուրախ ենք, որ մեր բալիկները հիմա կկարողանան ավելի լավ պայմաններում հաճախել մանկապարտեզ։ Ամեն ինչը շատ լավ է, շատ գոհ ենք։ Շատ լավ, ընտիր պայմաններ։ Մանկապարտեզների հիմնանորոգումները նաև նպաստում են համայնքային ենթակառուցվածքների կատարելագործմանը, ստեղծելով անվտանգ ու ապահով պայմաններ երեխաների համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, Հայկ Գաբրիելյան այսօր։